Բարև ձեզ, Վեստիայեմի եթերում ենք օրերս ազգային ժողովը հրատապ կարգով ընտրական օրենսգրքում կատարեց փոփոխություններ եւ մասնավորապես դիտորդական առաքելության համար առաջացրեց որոշակի խնդիրներ եւ սահմանափակումներ։ Թեմայի շուրջ եւ առհասարակ ընտրական տեխնոլոգիաների եւ նախաընտրական այս իրավիճակի մասին զրուցելու ենք քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Քոչարյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Բարև ձեզ, ես եմ շնորհակալ։ Պարոն Քոչարյան, իրավական մի շարք նորմեր շրջանցելով ազգային ժողովը ամեն դեպքում որոշեց սահմանափակել դիտորդական առաքելությունը։ Նախընտրական այս փուլում ինչ միտում ունի դա։ Այն նույն միտումը, ինչը որ ունի այս իշխանությունների գրեթե բոլոր քայլերը, որովհետև այս իշխանությունները ունեն մեկ խնդիր՝ ցանկացած գնով վերարտադրվել։ Եվ որևէ խնդրի առաջ նրանք չեն կանգնելու այդ հարցում։ Լինի դա թույլատրելի, անթույլատրելի, օրինական, անօրինական, սահմանադրական, ոչ սահմանադրական, գրեթե չեն էլ թաքցնում, հա, սկսած անընդհատ տարբեր մակարդակի քաղաքական, ուժային եւ այլն այս ներկայացուցիչների միջոցով օրինակ իբր արտասահմանից եկած ինչ-որ ֆինանսական, հա, դրսից ֆինանսավորվող ուժերի մասին անընդհատ հիբրիդային պատերազմ գեղեցիկ անունով փաթեթավորված այս թեմայի շուրջ, վերջացրած, հա, նման օրենքներ ընդունելով, ես իրավական մասով չեմ կարող հիմա ասել ինչ են արել, որովհետև ես գիտեմ, որ հա, իրավական մասով ինչ-որ կան խնդիրներ, որոնք իրավաբանները բարձրաձայնում են, բայց դա ես այն կերպարներից չեմ հայկական դաշտի, որ ամեն ինչից մասնագետ են, ես դա չեմ կարող խոսել իրավական։ Դիտորդներն իրականում ընտրական ամբողջ գործընթացում երևի ամենափոքր դեր ունեն, ամենաքիչ լիազորությունները, նույնիսկ դա էր պետք վերարտադրվելու համար, որ հենց նրանց լիազորությունը սահմանափակվեց։ Ցանկացած միջոց, ես ասում եմ, ցանկացած միջոց։ Այո, նույնիսկ դա, որովհետև երբ մարդիկ տեսնում են, որ իրենց հա, էլեկտորալ վարկանիշը գահավիժել է, բնականաբար պետք է փորձեն մնացած բոլոր այլ միջոցներով վերարտադրվել։ Պարոն Քոչարյան, Գելափի վերջին հարցումներով կարծես էլի ամենաբարձր տոկոսը ունի իշխանությունը, բայց 13.8-ով նվազել է։ Այս պահին ինչ կունենանք եւ միջև ընտրությունները նվազում թե բարձրացում եք կանխատեսում։ Ես ասեմ, սոցհարցումներին չեմ հավատում, անկախ նրանից դա պրոիշխանական են, պրոընդդիմադիր են, էական չի։ Չեմ հավատում ոչ թե նրա համար, որ այդ կազմակերպությունները վատ են անում, պատվեր են կատարում, ոչ, ամենևին ոչ, կամ չգիտեմ, մեթոդոլոգիան այն չէ, այն պարզ պատճառով, որ մարդիկ Հայաստանում հարցվողները ճիշտը չեն ասում, ընդ որում ճիշտը չեն ասում մի հատվածը իրոք վախենում են ճիշտը ասել, մյուս հատվածը Այն որ ասում զայլեն գնում է, հա, ժողովուրդը տենց բան ունի, ու մի բան ասեն անցնի գնա, էլի։ Դրա համար ես Հայաստանում հավատում եմ ֆոկուս խմբերին, բայց սոցհարցումներին չեմ հավատում։ Ֆոկուս խմբերի ժամանակ այնուամենայնիվ այսպես չի, հա, ոտքի վրա չի հարցումը, շփվում են այդ մարդկանց հետ եւ երբ խմբով նստած են եւ արդեն կես ժամ, մի ժամ, միգուցե եւ ավելի զրուցում են, մարդիկ ավելի շատ բացվում են։ Դրա համար ֆոկուս խմբերի տվյալներին ես հավատում եմ։ Այն, որ իշխանությունը այսօր այո ունի եղածների մեջ ամենաբարձրը, ես դա էլ չեմ հերքում։ Այնպես չի, որ ես ասում եմ, չէ, իրենք ընդհանրապես չունեն կամ ինչ-որ մեկը բարձր է իրենցից։ Իհարկե դա այդպես է։ Բայց նախ մենք տեսել ենք Գյումրիի պատկերը, երբ նույն իշխանությունները ամենաբարձր ցուցանիշն էին հավաքել եղածների մեջ, բայց միավորվելով ընդդիմությունը կարողացավ ստեղծել, չգիտեմ, կոալիցիա չեն ասում իրենք, պարզապես որպեսզի չանցնի
իշխանության ներկայացուցիչը միավորվեցին եւ տվեցին ընդդիմադիրներից մեկին ձայն։ Հունիսյան ընտրությունների համար նման սցենար նախատեսում եք։ Նման սցենար չեմ բացառում, ավելին դա ամենահավանական սցենարն է, ինչ որ ես տեսնում եմ։ Հաշվի առնելով նաեւ այո, որ չեմ կարծում, որ 5 ամսվա մեջ հնարավոր կլինի այնպես անել, որ իշխանության վարկանիշը չլինի ամենաբարձրը։ Այլ հարց է, որ կարող են մոտենալ կամ կլինի ընդդիմադիր եւս առնվազն մեկ ուժ, որ համեմատելի կլինի իշխանության ուժի հետ, որի հետ հենց այդ պատճառով են ամեն ինչ անում։ Այսօր ես կարծում եմ, որ իշխանությունը ինչքան էլ փորձում է հին պլաստինկաները պտտել, նախկիններ եւ այլն, միևնույն է, պայքարում է ամենաշատը մեր ձևով շարժման դեմ։ Սա է, ես կարծում եմ, իշխանությունների ամենամեծ վախը, որովհետեւ հասկանում են, որ շատ բաներ այնտեղ կպցնել հնարավոր չի։ Հայաստանում չեն թալանել այդ մարդիկ, որ ասեն թալանել են, որովհետև չեն էլ աշխատել Հայաստանում, որ թալանեն որևէ պետական պաշտոնի, նախկինում որևէ բան չեն գրավել, որ ասեն նախկին են, չգիտեմ, հազար ու մի բան կա, կրիմինալի մեջ դժվար է այդ մարդկանց մեղադրել, շատ այսպիսի հարցեր կան, որտեղ վերջին 8 տարիների, այդ վայրենի պրոպագանդան իշխանության սկսում է չաշխատել։ Պարոն Քոչարյան, հենց մեր ձևով շարժման մասին եթե խոսենք, ինչ տեխնոլոգիաներ է կիրառում եւ արդյոք վարկանիշը ավելի բարձրանում է, իջնում է ձեր գնահատմամբ։ Չգիտեմ, դեռ վարկանիշը չեմ կարող ասել, ես կարող եմ ասել իմ տպավորությունը, որտեղ ես իմ շփումը շատ է եւ մարզերում եւ քաղաքում եւ երիտասարդների հետ եւ մեծերի հետ եւ այսպես ասած պրոնախկինականների եւ պրոիշխանականների այդպես է ստացվել, որ ես ունեմ այդ շփումը եւ կարծում եմ, որ այո, շատ-շատերը եւ հատկապես այն հատվածը հայկական էլեկտորալ դաշտի, որի մասին ասում էին, որ դեպրեսիայի մեջ են, նրանց ամեն ինչ միևնույն է, այսինքն այն չեն կողմնորոշվում, այսինքն այն 60%-ը, որը 60 անգամ 70 Երևանում մինչև 72 հասավ այդ տոկոսը, որտեղ Երևանում մասնակցեց ընդամենը 28%-ը։ Այդ հատվածի վրա այդ հատվածն է ավելի շատ հակված, իր ձայնը տալ մեր ձևովին։ Իսկ դա իրոք շատ մեծ հատված է, որովհետև այն կողմնորոշված, հիմնականում կողմնորոշված հատվածը, ընդ որում կողմնորոշված թե իշխանության, թե ընդդիմության հետ կապված, որովհետև թե իշխանությունը, թե ընդդիմության, այսօրվա ընդդիմության, ես նկատի ունեմ պարլամենտական ընդդիմության ուժերը ունեն իրենց այսպես կոչված այն հիմնական էլեկտորատը, որոնք անդրդվելի են։ Այսինքն, բայց դա կազմում է ընդամենը 30%-ը։ Մնացած 70%-ը կամ 65%-ը արդեն այն նոր ուժերին են, որոնք լավ աշխատելու դեպքում, խոսքը իհարկե առաջին հերթին հենց մեր ձողովի մասին է, խոսքը միասնության թևերի մասին է, որոնց եւս դժվար է շատ հարցերում մեղադրել, սկսում է չաշխատել այն իշխանական այն հայտնի պոակային տրամաբանությունը, որը 8 տարի աշխատել է։ Այստեղ ճիշտ աշխատելու դեպքում կարող են բավականին հետաքրքիր անակնկալներ գրանցվել։ Իշխանության համարի դեպքում։ Արդեն իսկ հայտարարել են, այսինքն որոշակի ուժեր, որոնք մասնակցելու են, որոշների դեպքում նույնիսկ կա կանխատեսում, որ իրենք միևնույն է ունեն իրենց 4%, 7%, հատկապես խորհրդարանական ընդդիմության մասին։ Իսկ այն նոր ուժերը, որոնք ձևավորվում են, չեն խանգարելու հիմնական պայքարին։ 14 կուսակցություն եւ դաշինք արդեն հայտարարել են ընտրությունների մասնակցելու։ Ես կարծում եմ, ելի կհայտարարեն։ Դրանցից շատ մասը չի հաղթահարելու բնական է, ինչպես միշտ, ոչ թե նրա համար եմ ասում, որ ես ինչ-որ բան գիտեմ կամ սոցհարցումներին եմ հետևում ուշադիր, այլ նրա համար, որ ես 30
տարի է հետևում եմ հայկական, հա, այս քաղաքական դաշտին, ընտրություններին երբևիցե մասնակիցների պակաս չի գրանցվել։ Այլ հարցը թե ինչքանն են անցել։ Նույնը գրանցվելու է հիմա։ Նախորդում ունենք 24, անցան 3-ը։ Այո, դուք ինքներդ ասացիք, հաստատեցիք իմ ասածը, դա վերջինն էր, հա։ Դրանից առաջ անցել էին 4-ը, չեմ հիշում ինչքանն էին մասնակցել։ 17 կուսակցության մասին էր խոսքը։ 17 թվականի ընտրությունները։ Հա, 17 թվականին 4-ն էին անցել, հա, այն ժամանակ իշխող հանրապետականներ, դաշնակցություններ, ԲՀԿ-ներ եւ ելքը։ Դրանից առաջ էլ էին, եթե չեմ շփոթվում, 4-ը թե 5-ը անցել էր հիմնական պայքարին չեն խանգարում իրենք, այսինքն հստակ իմանալով, որ միևնույն է իրենց ուժը չի անցնել, գոնե գիտեն, իրենք էլ գիտեն, որ սկսենք նրանից, որ դա եւս հին տեխնոլոգիա է։ Մի ժամանակ դա շատ անում էին կացնային ձևով, օրինակ ենթադրենք Պողոս Պետրոսյանը դնում էր իր տեխնացությունը, որը որ իշխանություններին հաճո չէ կամ վտանգ է սպառնում, որ կարող է կամ հաղթել կամ շատ ձայն տանել։ Նույն անուն ազգանունով մարդուն իշխանությունը բերում գրանցում էր, մեկ այլ մարդու։ Դրանով փորձելով ձայն տանել, հա, հիմնական տեխնացուից։ Ասում եմ, ես ինչ ասես տեսել եմ այս տարիներին, էլի, ինչ տեխնոլոգիաներ ասես։ Հետո այդ տեխնոլոգիաները իհարկե զարգացան, հետո արդեն նման կացնային բան չէր օգտագործվում, բայց փոշիացնող հատված մենք ունեցել ենք տեխնացու, օրինակ նախագահի տեխնացու, այն ժամանակ նախագահական ընտրություններին, որը քաղաքական դաշտում երևում էր 5 տարին մեկ։ Բարիս բուն իմաստով ընտրություններից, ընդ որում նախագահական ընտրություններից, պարլամենտական ընտրություններին ինքը ոչ մի կերպ չկար։ Դա փոշիացման յուրահատուկ մեթոդ է, որովհետև տեսեք, եթե սովորաբար փոշիացումը լինում է հա կես տոկոս, 1%, առավելագույնը 3%, դա քիչ է լինում իդեպ երրորդ։ Հիմնականում այդ 24 ձեր նշած անցյալ ընտրություններից երևի ասենք 15-ը 1%-ը չէին անցել։ Բայց երբ լինում են շատ, այդ կես տոկոսը 1%-ը գալիս կանգնում է 12-15%։ Հա, այդ 15%-ը փոշիացած տոկոսները ըստ ընտրական օրենքի բաշխվում է համամասնորեն բոլոր անցածների վրա։ Բնականաբար ով ավելի շատ է անցել, իսկ մենք նշում ենք, որ այս պահի դրությամբ իշխանությունը ունի ամենաշատը։ Ամենաշատը այդ փոշիացածներից գնում է հենց իշխանության ձայներ դեպի։ Դրա համար են միշտ ասենք, որ ասում են, եթե դուք գիտեք, որ չեք անցնելու, դուք փոշիացնում եք Հոկուտ Նիկոլ Փաշինյանի, այդտեղ իհարկե այնտեղ Հոկուտ ընդդիմության էլ են փոշիացնում, բայց շատը գնալու է այն ուժին, որը մաքսիմալ ձայն է հավաքել։ Պարոն Քոչարյան, նաև այն տեխնոլոգիաներ, ինչ հիմա կիրառում են, դեռևս քարոզարշավը չի սկսվել, բայց եւ խորհրդարանական ընդդիմության մեծամասնությունը հանդիպումներ է ունենում մարզերում եւ իշխանությունն է ընտրել որոշակի նոր հարաբերությունների տեսակ ու նաև ինչ որ ձևով, այսինքն իր ձևով առանձնանում է հենց մեր ձևով շարժումը, ելի հանդիպումների տեսքով, ասուլիսների եւ այլն։ Որքանով է ընտրական օրենսգիրքը սա թույլ տալիս եւ այստեղ ինչ փոփոխություն կարող ենք մենք տեսնել հունիսին։ Ընտրական օրենսգիրքը իհարկե ես չգիտեմ, այնտեղ հստակ սահմանված է, որ երբ կարելի է սահմանված է, այսինքն քարոզարշավը սկսելուն պես։ Երբ չի կարելի, գրած է, որ հա, եթե ենթադրվում է, եթե կարելի է քարոզարշավը սկսելուն պես, ապա չի կարելի դրանից առաջ։ Ինչքան առաջ, եթե չեմ շփոթվում, գրված չէ, ինչքան ժամանակ առաջ։ Որովհետև 5 տարի առաջ էլ, չէ, ենթադրենք 21 թվականի ընտրություններից հետո ընդդիմությունը գնում է հանդիպում է կամ իշխանությունը գնում է մարզեր իր ընտրողների հետ հանդիպման։ Դա համարվում է հաջորդ ընտրություններին համար ընտրապայքար, թե ոչ։
կամ 4 տարի առաջ, կամ 3 տարի առաջ։ Չգիտեմ, 3 տարի առաջ չէին խոսում, որ այ բնականաբար, բնականաբար։ Հիմա խոսում են։ Դա եւս, դա գիտեք, դա երևի թե չեմ ասի ծեծված, որովհետեւ դա ամենաստանդարտ միջոցն է նախընտրական պայքարի, այո, հանդիպում ընտրողների, պոտենցիալ ընտրողների հետ։ Բայց խնդիրը միայն դա չէ, խնդիրը այլ տեխնոլոգիաների մասին է, որոնք օգտագործվում են ավելի շատ հիմա իշխանությունների կողմից եւ իհարկե ոչ պարլամենտական ընդդիմության կողմից։ Խոսքը շփումն է ընտրողների հետ ավելի հիմա վերջին ժամանակակից դարձած սոցիալական ցանցերի, տարբեր միջոցառումների, լինի դա դիսկոտեկներ, չգիտեմ, լինի դա TikTok-ային կամ Instagram-յան ռիլեր, այս մեթոդները ավելի շատ օգտագործում են իշխանությունները եւ ոչ պարլամենտական ընդդիմությունը։ Պարլամենտական ընդդիմության կողմից ես նման ակտիվություն ոչ ստանդարտ, այսպես ասեմ, կամ ավելի ժամանակակից տեխնոլոգիաների հետ կապված ես չեմ տեսնում։ Պարոն Քոչարյան, իշխանությունը նաև շատ հստակ նոր մեթոդներ է բերում, այսինքն մի ժամանակ ասֆալտներ, հիմա օրինակ ասֆալտին փոխարինել է առողջապահության ապահովագրությունը, այնպես ինչ-որ գեղեցիկ փաթեթավորմամբ, կան նաև այլ հանդիպումներ, բարենորոգման ծրագրեր եւ այլն։ Սրանք ընտրություններից առաջ թույլատրելի են թե ոչ։ Եվ վարչական լծակի կիրառում է թե չէ։ Գիտեք, այստեղ ես փորձեմ մի փոքր ավելի ռեալ լինեմ, հա, եթե դա պետական ծրագիր է, մենք կարող ենք ասել, որ այո, կիրառում է, որովհետև դա կարող էին անել կամ առաջ, ասենք 2 տարի առաջ կամ սպասեին ընտրություններից հետո դա արվեր, բայց փաստացի ես համարում եմ, որ դա ծրագիր է, որը անում է իշխանությունը ըստ իր նախատեսած ենթադրենք գրաֆիկի։ Այստեղ խնդիրը դա չէ, խնդիրը նա է, թե ինչ են անում եւ ինչպես են անում։ Օրինակ, նույն այդ առողջապահական ապահովագրության ծրագիրը ես չեմ համարում, որ աշխատում է իօքուտ իշխանությունների։ Որովհետեւ այդտեղ երկու խնդիր կա։ Դա նրանք հակասում են դրանով թոշակների բարձրացմանը, չէ՞, մի քանի անգամ նշվել է, թոշակները չենք բարձրացնում, որովհետև հիմա կմտցնենք առողջապահական ապահովագրություն, իսկ քանի որ թոշակառուները հիմնականում իրենց թոշակը ծախսում են դեղերի եւ առողջապահության վրա, մենք այդպես կկոմպենսացնենք։ Դա չի աշխատում, որովհետև մարդիկ ուզում են իրենց հա գրպանում կամ իրենց քարտի վրա տեսնել կոնկրետ գումար։ Մեծ հարց է թե դա ոնց կաշխատի, կարող է դա եւ ամենայն հավանականությամբ դա հակառակն է աշխատելու, հակառակ էֆեկտ է ունենալու, կոնկրետ այդ ծրագիրը։ Այստեղ խնդիրը նաեւ ել չեմ ասում, հələ այդ ծրագիրը պետքա կարողանան աշխատացնել, որովհետեւ հիմա կոնկրետ իբր հունվարի 1-ից պետք է աշխատեր, բայց այնտեղ քաոս է։ Ոչ ոք չգիտի ինչի համար պետք է վճարեն, ինչքան պետք է վճարեն, որն է մտնումը դրա կատարյալ քաոս է։ Այս առումով եւս դա կարող է շատ մեծ բացասական էֆեկտ տալ իշխանություններին։ Բայց կարող եմ ենթադրել, հա, վստահ չեմ, որովհետեւ չգիտեմ, բայց կարող եմ ենթադրել, որ իշխանական տեխնոլոգիաները խորհուրդ են տվել իշխանություններին չաշխատել այսուհետ մեծ տարիքի խմբի հետ էլեկտորալ, թոշակառուներ կամ մերձ թոշակային տարիք, որ քանի որ համարում են, որ դա այսպես թե այնպես հենց իրենց էլեկտորատն է։ Եվ նրանք չեն ընտրելու ուրիշին, ընտրելու են իրենց, անկախ նրանից ինչ անեն, ինչ բերեն իրենց գլխին։ Բայց իրենք խնդիր ունեն աշխատելու երիտասարդության հետ։ Դրա համար են հայտնի դիսկոտեկները, հիմա գիտեք, վարչաբենդ է ստեղծվել,
ուդարնիկ խփելը, սրտիկներ անելը, այդ ամեն ինչը երիտասարդության վրա է աշխատում իբր թե։ Դե փողոց փակողը ցույցեր անողը երիտասարդներն են։ Դե չէ, հետո նույն իրենք բոլոր իրենց ընտրություններում, այդ թվում թիմ ընտրություններում ունեն պատկեր, չէ, ով է իրենց ձայն տալի, ով չի տալիս։ Երիտասարդները իրենց ձայն չեն տալիս։ Այլ խնդիր է, որ երիտասարդների մեծ մասը չի էլ գնում ընտրության։ Երիտասարդները այն 65-70%-ի մեջ են, որի մասին քիչ առաջ մենք խոսում էինք։ Բայց քանի որ ես շատ լավ գիտեմ երիտասարդների վերաբերմունքը իշխանություններին եւ անձամբ Նիկոլ Փաշինյանին, թե ինչպես են վերաբերվում, հա, ինչպիսի քմծիծաղով եւ մեմերի առարկաներ դարձնելով են վերաբերվում, չեմ կարծում, որ այս մեթոդները կաշխատեն։ Այո, երիտասարդները կգնան այդ դիսկոթեկին մեծ հաճույքով, կտժան, ինչպես իրենք են ասում երիտասարդները, բայց դա չի նշանակում ամենևին, որ նրանք Նիկոլ Փաշինյանին կամ ԿՊ-ին ձայն կտան։ Ըստ կանխատեսումների, ինչ պատկեր կունենանք մենք հունիսին եւ իշխանությունը հաջողելու դեպքում ձեր գնահատմամբ Հայաստանի Հանրապետության քաղաքացին ինչ է ստանալու։ Չեմ կարող ասել, որովհետեւ քանի որ այս իշխանությունները անկանխատեսելի են, այդ թվում նաեւ իրենց խոստումների մեջ, չէ, իրենք 21 թվին լրիվ այլ ծրագիր են ներկայացրել, լրիվ ուրիշ բան են արել այս 5 տարին։ Հիմա ես ոչ մի երաշխիք չունեմ, որ այնինչ իրենք հիմա խոսում են, հետո ասենք չեն վերանայի սեպտեմբեր ամսին ընտրություններից հետո եթե ընտրվեն։ Դրա համար ասել ինչ է սպասում այս իշխանությունների պարագայում, երևի թե ամենաանշնորհակալ գործն է։ Գյումրու սցենարը, ասացիք հավանական, այս դեպքում եթե տոկոսային փորձենք, որքանով է հավանական որ կլինի եւ այս դեպքում որ ուժերի միավորումն եք տեսնում։ Տեսեք, ես տոկոսային ընդդիմության ներսում էլ խնդիրներ կան, որ ուժերի միավորումն է։ Իհարկե կան, եւ ես տոկոսային կանխատեսումներ ընդհանրապես երբեք ոչ միտեղ չեմ անում, չեմ արել, չեմ անելու։ Ես կարող եմ սցենարներ քննարկել։ Սցենար, երբ անցավ իշխանությունը, օրինակ, ինչի մասին քիչ առաջ խոսեցինք, սցենար, երբ իշխանությունը հավաքում է առավելագույն ձայնը, բայց չի կարողանում անցնել 50+1-ի սահմանը եւ ընդդիմությունը միավորվելով անցնում է դա, ձևավորում է կամ կոալիցիոն կամ Գյումրիի նման ինչ որ կառավարություն։ Սցենար, որտեղ այո, չի հավաքում իշխանությունը, ընդդիմությունն էլ կարող է միավորվել, բայց չի միավորվում, դրա համար արդեն կա երկրորդ փուլ հասկացողությունը, ինչ կլինի երկրորդ փուլում, ես էլի ասել չեմ կարող, որովհետև դա կախված է նաև թե քանի տոկոս կհավաքի երկրորդ տեղ զբաղեցրած ուժը։ Որովհետև եթե դա մոտ լինի, դա կատաստրոֆիկ կլինի իշխանությունների համար։ Եթե դա շատ հեռու լինի այդ երկրորդ տեղը, այդտեղ արդեն խնդիրներ կունենա ընդդիմությունը։ Որ ուժերի միավորումն եք հավանական համարում։ Ընդդիմությունը կարծես առաջարկում է նաև ընդդիմության միջև հստակ որոշում կայացնել, ընտրել, թե ընդդիմադիր որ թևում ենք վերադասավորվում կամ քաղաքացիներից դա էլ է պահանջում։ Գիտեք, առաջնային բաժանվում է այսօր էլեկտորատը եւ քաղաքական ուժերը, այնտեղ մի քանի բաժանում կա, հա։ Առաջնայինը հետեւյալն է. պրո-նիկոլական, հակա-նիկոլական։ Երկրորդային այնուամենայնիվ կա պրո-արևմտյան, պրո-ռուսական։ Այստեղ դա էլ է բաժանման բաներ, այդ թվում նաև ընդդիմության մեջ, իդեպ։ Եվ կան նաև միանշանակ բոլորը, ես կապնում, բոլորը ես նկատի ունեմ ճնշող մեծամասնությունը, արդեն անկախ նրանից, թե որ թևին են։ Պարզ է, որ ուզում են խաղաղություն։ Սա է էլեկտորալ առաջին պահանջը բոլորից։ Եվ քանի որ Նիկոլ Փաշինյանը անընդհատ խոսում է խաղաղությունից, բայց նրա խաղաղությունը հիբրիդային խաղաղություն է, հա, ինքը ասում է հիբրիդային պատերազմ, բայց իր բերած խաղաղությունն էլ ես ասում եմ հիբրիդային խաղաղություն է, որովհետև դա չի կարող խաղաղություն լինել մի երկրի հետ, որը ամենօրյա ռեժիմով կրկնում է արևմտյան Ադրբեջան ֆրազա, ամենօրյա ռեժիմով կրկնում է 300,000 տեղափոխված Հայաստան ադրբեջանցիներ կամ չգիտեմ ով,
կրկնում է անվանելով Սևանը մեկ այլ բառով, Երևանը մեկ այլ բառով, Սյունիքը լրիվ ուրիշ բառով։ Այս պարագայում ես չեմ հավատում այն խաղաղությանը, մի քանի բանից ելնելով չեմ հավատում, որովհետև Նիկոլ Փաշինյանը այնքան է խաբել 8 տարիների ընթացքում, սկսած ամենաէլեմենտար բաներից, չգիտեմ, կարմիր գծեր, հա, եւ տեսախցիկներ փողոցների վերջացրած Արցախը Հայաստան է եւ վերջ, հետո Արցախը Ադրբեջան է եւ վերջ, ամենագլոբալից մինչև ամենամանր բաները, չեմ ասում, հիշում եք 18, 19, 20 թվականներին մինչև պատերազմ ինչքան հիմնարկեր բացում, ինչ էլ ավտոյի, էլ սառնարանի, էլ չգիտեմ ինչի, էլ օդափոխիչների, այսօր մենք պետք է Հայաստանը լիներ աշխարհի մեկ շնչի հաշվով աշխարհի ամենաարդյունաբերական երկրներից մեկը այդ տեմպերով, որ նա բացում էր, փաստացի ոչինչ չկա, ասեմ չի եղել միտեղ, հա, որտեղ Նիկոլ Փաշինյանը չի խաբել։ Երևի բացառությամբ իրենց սիրած ասֆալտի, որն էլ Երևանին չի վերաբերում, դա վերաբերում է կոնկրետ ինչ-որ մարզերի գյուղերին։ Բարի, շնորհակալ եմ շատ։ Ես հիշեցնեմ, որ մեր հյուրներ քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը, մենք զրուցում էինք ընտրական տեխնոլոգիաների նախընտրական գործընթացների մասին։ Շնորհակալ եմ Վեստի AM-ին հետևելու համար։